Ողջունում եմ բոլորիդ սիրելի հետևորդներ ջան, որպես նախաբան, ուզում եմ հապճեպ մի քանի բառ խոսել ձեր հետ երեկվա իմ կորած վլոգի վերաբերյալ, որը ինձ համար հանելուկային երևույթ էր եւ ինչքան էլ փորփրեցի YouTube հարթակյան իմեջը չկարողացա գտնել, թե որն է պատճառը, որ երկու անգամ տեղադրելով իմ վլոգը տեսադաշտից կորավ։ Առաջի անգամ, որ տեղադրեցի 2000 ավել դիտում էր ձեռք բերել, բազմաթիվ լայքեր եւ բազմաթիվ ջերմ տողեր, որ գրել էիք ինձ, որի համար նորից ու նորից անչափ շնորհակալություն։ Հետո որ տեսադաշտից կորավ, քանի որ այդ ընթացքում գործեր էի արել, հետո նորից մտեցա, որ տեսնեմ ով է եկել ինձ հյուր եւ ինչ է գրել, որպեսզի անպատասխան չթողնեմ, հատկապես որ տանեմ գործեր չէի անում եւ ուղղակի պատտվում էի, մեկ էլ տեսա, որ չկա։ Տեղադրեցի երկրորդ անգամ, խնդրելով բոլորիդ այնտեղ վերևում նշելով կոմենտարիայի գլխավոր մասում տեղադրեցի, որ կորել է եւ խնդրեցի, որ նորից դիտեք։ Իհարկե, իմ խնդրանքը շատ-շատերը չմերժեցիք եւ նորից դիտեցիք եւ նորից լայքեր եւ նորից ջերմ տողեր ուղարկեցիք ինձ։ Կրկնակի անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ ջան, անցել է արդեն 1 օր ավել, 3 դրա վրա շատ չարչարվեցի, դրանով զբաղվեցի ու չկարողացա ուրիշ այլ վլոգ պատրաստել, որպեսզի հաջորդ օրը կարողանամ տեղադրել։ Այսօր կիրակի է, բոլորիդ բարի եւ խաղաղ կիրակի եմ մաղթում եւ ուզում եմ իմ այդ վլոգը 3-րդ անգամ տեղադրել, ձեզ ներկայացնել, ձեր դատին հանձնել, քանի որ բարեբախտաբար պահպանում էի այդ իմ վլոգը իմ մոտ, արի ու տես, որ միշտ վլոգներ եմ տեղադրում, տեղադրելուց հետո անմիջապես ջնջում եմ բոլորը, այն ամենը, թե պատրաստի վլոգը եւ թե այն փոքր կադրերը, որ պատրաստում եմ ու մոնտաժային աշխատանքներով միացնում եմ, բոլորը ջնջում էի, որպեսզի ազատ տեղ լինի, էջը թեթև լինի նոր վլոգ ստեղծելու համար։ Թե ոնց էր եղել, այս անգամ պահպանում էի մոտս եւ կարծես դա էլ ինչ-որ լավ զուգադիպություն էր իմ համար եւ այդ առիթից օգտվելով ուզում եմ 3-րդ անգամ տեղադրել, թող որ 3-րդը ավելորդ չլինի եւ կխնդրեմ այն մարդկանց, ովքեր 1-2 անգամ դիտել են, ապա 3-րդ անգամ եւս դիտեք, որպեսզի ձեր դիտելով իմ վլոգը տարածվի, հասնի այն իմ հետևորդներին, ովքեր դեռևս չէին հասցրել դիտել եւ բոլորն էլ դիտեն։ Ես էլ արժանանամ ձեր բարձր ուշադրությանը, ձեր բարձր հարգանքին եւ ջերմությանը։ Դա ինձ սիրելի հետևորդներ ջան, արդեն հաջորդիվ տեղադրեմ եւ բոլորիդ բարի դիտում եմ մաղթում։ Հույս ունեմ 3-րդ անգամ իմ այս վլոգը չի կորչի տեսադաշտից։ Կոֆե ուզեցի, մի հատ տենակազիր կա, շատ լավ է, բայց այսօրվա վրա ասել էին, որ գազ չի լինելու եւ նույնիսկ մինչեւ հաջորդ օրը։ Թե գազ ունեք, թե չունեք, ինչ-որ մի ձևով դուք էլ ձեր կոֆեն եփեք, սիրելի հետևորդներ ջան, եւ միացեք իմ կոֆեի այս ժամին, որը ձեռքով եմ եփում դեռևս։ Մասաժներ եմ արել, ինչպես որ բժիշկը խորհուրդ էր տվել։ Տեղերս խմել եմ, քսելու տեղերը քսել եմ։ Նաև ասեմ, որ աշխատավայրից իմ հաշվի արձակուրդ եմ վերցրել մի քանի օր, մինչև կլավանա ձեռքս։ Եվ արձակուրդի մեջ եմ այս պահին։ Սպասեմ կոֆես եփի, ուզում եմ գնալ դրսում նստել, այնտեղ խմել։ Միտք եմ արել, գնամ բաղչեն, իմ բաղչից ինչ-որ մի բարիք կբերեմ տուն։ Այ այստեղ։ Մինչև կոֆեն կլացնեմ, մի հատ եկեք հիանանք։ Բարի երեկո, սիրելի հետևորդներ ջան։ Շվակն ընկել է, հով ու զովը, նստեմ, ես իմ տան շվակն է, այս կողմի վրա, մի քիչ հետո
Վերևի սարերի շվաքը կընկնի այս կողմ, հրաշալի եղանակ։ Երբեմն երկար նստում եմ այստեղ, երկնքին եմ նայում, հիանում մեր սիրուն աշխարհով, որ Աստված մեզ է պարգևել։ Այստեղ իմ ցանցն է, իմ մեծ այգին, կառալյոկի ծառերով, բերք ու բարիքով բեռնված, փառք Աստծո, կարկոտ չեկավ, դե հիմա կոֆեն լցնեմ։ Աշխարհի ամենահամով կոֆեն։ Ես իմ կոֆեն կումկում վայելում եմ ու նայում եմ իմ բաղուբաղջին։ Մեկ էլ ինչ նկատեմ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ձեզ էլ ցույց տալ, որ իմ խնձորենին, որ բերքով ծանրաբեռնված է, նաև ծաղկած է։ Այ հիմա ցույց տամ ու տեսնեմ տեսախցիկը, հեսա։ Մեկը այս կողմը, հետո այն կողմը, հետո այն կողմը։ Այսքան կոֆեն էլ վայելեմ, հետո կգնամ բաղչեմ։ Պատրաստվեք, ձեզ էլ եմ տանելու։ Հավերս կուշտ են, հանգստանում են։ Լավ է, ես էլ եմ հանգստացել, սիրելի հետևորդներ ջան, բայց առանց աշխատել, ինչ հանգիստ։ Ես աշխատող մարդ եմ, աշխատանքի սովոր մարդ եմ, ես աշխատելով եմ ավելի շատ հանգստանում, եկել եմ լավագույն դեղատոմսը ընդունելու, այդքան շատ դեղերը, որ նշանակել է բժիշկը, այսօրվա փայը արդեն խմել եմ, ինչ պետք է կսել եմ, արել եմ, շատ դեղ խմող չեմ գիտեք, բայց ստիպված եմ ընդունել այդ բոլոր դեղերը։ Ով նգել արդեն լավ, ասենք եթե առանձնակին այս գործեր էլ չանեմ, անգամ եթե սենց պտտվեմ, դա էլ է ինձ համար լավ, շնչելով այս մաքուր օդը, մի փոքր շրջենք, հա, մինչև որ կհասկանամ ինչ եմ անում, էլի մի գործ անեմ, էլի, ես իմ շիթիլներն է, ստեղ նարդիվաններից կամացիշն եմ, գեդինը դեր թացա, այ երևում է, ստեղ սիմինդ եմ ցանել, պոմիդորներս ծաղկել են, այսա, այ սա պոմիդորի ծաղիկը, այ այն կողմն էլ հա ծաղկել, հենա, շատ լավ է, այդ տեսնում եք, որ խոնավ է գետինը, բայց, այս ինչքան ծլեր կան մոլախոտի, պահ, մոլախոտի ծիլերը, հավերիս աչքը լիս, սրանց ես չեմ ուզում մոլախոտի դեղսերը սկել ու վերացնել, հավերիս կտամ, մի հատ պտտվենք, գնանք տենանք իմ ցանած վարունգը ծլելա, թե չէ, քաղցր ծիծակնա, սրանք էլ են լավը, ես դեռ չեմ ջրել, այն օրը ինչ ջրեցի, հետո չեմ ջրել, արդեն անձրևներն ա ջրել, այն երկու հատիկ ռեհանը, ստեղ էի դրել, ոնց որ թե ես մեկն ա լավ մենակ, բայց ես ռեհան եմ ցանել, վարունգները մեկը մեջով ծլել են, հեսա պտտվենք ստեղ, չկա, սենց շարքով կգնա, կտեսնենք, այս մի շարքի սկզբով գնանք, ինձ սենց հա պահել իմ հեռախոսը, ստեղ շոն հետ կա, քանի որ պիսոները այդքան ծանր չեն, որ պիսոները հետ կթողան իրանց տոտիկների, այս շան հետ կա, ստեղ ռեհան եմ ցանել, շարունակենք մեր զրույցը և տեսնենք վարունգները դուրս ա եկել, թե ոչ, ստեղ որ նշան եմ արել չոփով, չկա, ստեղ էլ չկա, բայց այն կողմերում արդեն ես տեսնում եմ, որ կա, հետարք իրար հետ եմ ցանել, ու ստեղ արդեն դուրս ա եկել, հեսա, ես բոլորը 3 եմ ցանել, բայց ստեղ 2 հատ է, ստեղ էլ է 2 հատ, ստեղ 2-ն է, բայց մեկը նվազ է, ստեղ մեկը ավելի առույգ է, մյուսը նոր ուզում է
հողի երեսը դուրս կա։ Բայց այստեղ սիրելի հետևորդներ չար ամենահետաքրքիրը։ Ուրեմն, այդ օրը որ ցանք սարեցի, վերջացրի, դրանից հետո շատ բաներ տեղի ունեցան։ Մի հատ գնամ պտտվեմ, հա։ Համակուրոտ շնչենք իրար հետ, ձեզ եմ փոխանցում։ Խնձորները մեծանում են գնալով։ Սիրուններս տակը քախան առաջացել, եկան երկրով ավելի հավես ձևով ցույց տամ, ավելի մոտից։ Ուրեմն այս օրերին, որ այս վիճակին էի, որ տեսա չեմ կարում ոչ մի գործ անեմ, եկել եմ ստեղ փորած հողի մի մաս կար, մի քիչ ուղումներ տարա ձեռքով, ձախ ձեռքով, եւ այս վարունգը ցանել եմ սենց։ Խոնավա երևի չջրեմ, բայց վարունգը ջուր ա սիրում։ Մոտենանք ռեհանին, շատը արդեն ծլել ա, հեսա, մի լավ մոտեցնեմ, ճանաչելի երևում ա, օй, հատկապես այս կողմը, շատ ռեհան եմ ունենալու։ Այսպես, թելուկը որտեղից եմ քաղելու, այս կողմից, ստեղ իմ սև հաղարջն ա հասել, ասեմ, որ այդ սև մոշահավերը նկատել են ու մեկ-մեկ գողության են գալիս, իրանց փայը տանում են։ Սա մի անգամից չի հասնում, սենց հատիկ-հատիկ ա հասնում, բայց թե մեծ մասը անձրևները թափեցին, սիրել հետևորդներ ջան, փչացան, շատ քիչ բերք մնաց։ Ստեղ լիքը կա այս տարածքում, կարելի ա թութուտել, բայց պարապ, սարապ, ման եկա, գոնե թութուտեմ, ծառի վրայից էսիշ լավերն էլ թափվել ա, լավ, մոտեցնեմ, էլի մի մեծ աման կա, երեք այդ սելավը, որ եկավ, այդ արավ էլի, ուժեղ քամի էր։ Ես բերել եմ, որ թելուկը քաղեմ, ստեղ լցնեմ, մոշն էլ ա ցոգոլակալվել, քախանը կապել, էսի շլավն ա թութում, եղածը թափվել ա, բայց կա էլի։ Կարողա թութուտելով ընվեմ, հետո մտնի չկային ամ թելուկ խաղեմ, ամտիր, ես ինչ լավն ա, թելուկն էլ աշխատանքիր, որ բնությունը ձրի մեզ ա պարգևել։ Սիրելի հետևորդներ ջան, հիշեցնեմ, որ այս առաջվա տարիներին ընդհանրապես չէի ուտում, ուտողների վրա ծիծաղում էի, նեղվում էի, որ ինձ առաջարկում են։ Այդ հիմա ուզում եմ անընդհատ վայել եմ։ Այնքան անձրև ա եկել փողը փափկել ա, քաշեցի, արմատով դուրս եկավ։ Եղունգով կտրեմ։ Սրան դանակ պետք չի, մկրատ պետք չի։ Սիրում սենց փնջե-փունջ քաղեմ, այդ ամանը լցնեմ, կգնամ տուն կսարքեմ, երեկվա ուտելիքը պատրաստ է։ Լիքն է, արդի պես կա, այնքան էլ համով ա, համը բերանս եկավ արդեն, մանավանդ որ այս օրերին 4 ցամաք եմ ծնվել, կամ այս ամենալավ տեղը, հեսա։ Երկար էլ են, նոր ճյուղեր են տվել մոշերս, գործերս մնացին, բայց թե կհասցնեմ, այդ էլ կանեմ, ստեղ էլ կամ, առաջ գնամ, կամ մի քիչ պտտեմ տեսախցիկը, որ ես կողմը ցույց տամ, կամ էլ չէ, պետք չի հենա, ստեղ էլ կա, քաղեմ, ավլուկ էլ ա դուս եկել, ես ասա, բայց չեմ քաղում, այս են կպչիկ խոտն ա, սա ահավոր մոլախոտ ա, սրան տարածքից հեռու կգցեմ, կամ ես կողմինը մի հատ քաղեմ, ախր ենքան կա, չգիտեմ, որ մեկը քաղեմ, որ մեկը տողամ,
Այս քաղեմ հետո նոր ուրիշ գործ կանեմ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ մտնելու հետ կարող է լինել ինչ-որ միջավներ կան տերևների վրա քննելու, քանի մաքուր է քաղեն։ Վերջում ցույց կտամ, թե ինչքան եմ քաղել, հա։ Արդեն կարամ պտտվեմ, որ գնամ էլ իմ ուզած տեղից քաղեմ։ Ամեն քայլափոխի կա։ Իհարկե, ես պետք է քաղանեմ, այս հաջորդ օրերին։ Արդեն այսքան քաղեցի։ Թութը բա, թութը, շուտ-շուտ քաղեմ, որ թութ ուտեմ։ Անի որ անձրև է կատկտում, եկել եմ թութը առաջին հերթին հետնի թափվածը հվացեմ, այս թավան էլ բերել էի, որ այդ բաները ջրեմ, բայց հետինը խոնավ է, լամի հատ էլ կատկտում է։ Հատիկ պետք է հվացեմ։ Տենը որ շատ թի ծառեր ունեինք, այն ասա օրն այս բանին է կենում։ Հետո որ գիտեինք տարին անձրևային է, սավանենտակին խրած թող ունեինք, որ այսքան շատ գետնից է ֆողակոլով չհվաթենք։ Հետո նոր ծառի չաշկինը կհվակեմ, հավերս կուտեն էլի, խիկոր չի։ Այս ձևով շարունակեմ թութը հավաքել, սիրելի հետևորդներ ջան, խնայելով իմ վիրավոր ձեռը։ Ես հարմարացնեմ, բայց ասեմ, որ աչու ձեռի արածը, ձախու ձեռը անիչ։ Ուզակ է, յոլա է տանում։ Սնավ թուլը։ Ձարի վրա էի թաղել, քամին վերակցել, որով ես ինչ լավերը կա աստեղ։ Շուտ-շուտ հվակ եմ, որ կամ կարինան համուտեմ, համիտ խաղեմ։ Չում արդեն ենքան կաղցիրա։ Ուրիշ տարբերակ չկա, զեստ իմ հվակել, չոք է չոք։ Հատիկ հվակեցի, բայց ձեռները շատ ֆողոտայել էր, ստիլ կա հեսա։ Ես մի երկու հատներ, իոնիմ էլի չմնակոր չէ։ Մի տեսքան ուտանում հավերիս տան, ձեռներից լվանան, որ կամ համ քաղեմ, համ էլ անուշան եմ։ Ծաղիկնի ժամեժամ մեծանում են, այս ոնց են հավերս թին գտվել։
Լեսիրանց, ես ոնց են հանգստանում է։ Էդ ինչ եք արել, որ տենց թինգն եք տվել։ Հանգստացեք, որ ձղած եք։ Թութն եմ բերել ձեր հմա։ Խոտը կերել եք։ Ինչ անեմ, սենց էդ կողոտարամ տամ։ Կնել դուրը բաց չանեմ։ Օպա, բախացնենք։ Մի մասն էլ ստեղ լծվեց։ Իրանք կուտ են։ Անուշլի։ Նամ ձերներս լվանամ, որ ես էլ գնամ անուշանեմ։ Երեկոյան ժամը 7-ի կողմերն անսիրել է հետևորդներ ջան, թոփերը կրակում է, մեզ անձրև սպասվում, Աստված տա, հանգիստ կա, կարկուտներ չգա, ոչ միտեղ չկա կարկուտ։ Իմ սիրուն պատկերասրահը այս տեսքն ընդունել, ձեռքերս լվացել եմ, աման եմ վերցրել, որ գնամ թութ քաղեմ, էդ էլ չի էլի թափվի կորչի, ճիշտ է հավերի սենուտում, բայց թե մի քիչ էլ մենք անուշանենք, պակվել են ամբերը։ Ես ինչ ուժեղ են թոփերը կրակում, հասած թփերը երեք թափվել է, այսօր էլ ինչքան հասել է քաղեմ։ Ինչքան կարամ քաղեմ, ինչքան ձեռս կհասնի, մեկնես ուշլավներ։ Չէ, տեսել վարքելու, ես կողքին շատ հասածները կա, բայց հենց ուզում եմ քաղեմ, տենում եմ, որ դեր հասնելու տեղ ունի, խակա։ Լավը չլնեի պրսրանայի ծառը, ծառերին ավելի լավը կլնի են վերևներինը, եթե անձրև չկա, կմնա, ես էլ եկուց կլավանամ ու կքաղեմ, ծառ կբարձրանամ, ես կողքինն էլ քաղեցի, Էլ որ շերից եմ քաղում, շատ քիչ քաղեցի, վերևներն ալռիվ, բայց ես կողքը տեսքսա, լավերի տեղը գտա, տեսասա, Տենանք, ինչ կարգի անձրև կգա, ինչ կարգի էլ կա, միևնույնն է, հասած թփերը թափվելու է, արդեն լույսը մութը ուզում է իրար խառնվի, ինձ դժվար է, ես մի քիչ էլ կադրից դուրս քաղեմ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես իմ բաղջի բերքը բարիքը հավաքել եմ ու գնում եմ տուն։ Թոփերը շարունակում են կրակել, չգիտեմ անձրև կգա թե չէ, բայց մի հատ նայեք էլ ես ինձ սիրուն տեսարանը, երկիրը և երկինքը, ուղղակի եկեք վայելենք այս տեսարանը։ Հրաշք։ Որ ասեցի ցույց կտամ, այսքան եմ քաղել, մի հատ նայեք էլի, ես ինչ լավն է, այս ինչ փարթ է,
ասեմ, որ սպանախիցն էլ համով է, եւ կարելի ասել, իրանից էլ ուժեղ է, իր վիտամիններով, հագեցնող է, եւ ամեն օր էլ որ ուտենք, չենք ձանձրանա, ջուրը դրել եմ եռալու եւ սպասեմ։ Ես արդեն խաշում եմ այս համովությունը, հենց որ տաք ջուրն ենք լցնում, գույնը ավելի է սիրուն անում, սիրուն կանաչ գույն ընդունել։ Եվ արդեն ծածկեմ։ Անձրևն սկսվել է, վարար, հանգիստ անձրև է գալիս։ Այսքան թութ եմ քաղել, սիրել է հետևորդներ ջան, ու այս ընթացքում մինչև մի քանի գործ կանեի իմ տանը, թութ դրել էի սառնարան, լավ սառել է, հիմա այս Անուշկան եմ, այս համով տեսարանով ավարտեմ վլոգս, եթե դեռևս չեք հասցրել ճաշակել այս համովությունից, որ հիմա շրջանն է ու շատերի զբաղ չեք ու մահաճում, ապա անպայման Անուշ արեք։ Բոլորիս բարի ախորժակ եւ բարի գիշեր։